Համաշխարհային մեդիայի գլխագրերում Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ամերիկյան ծրագիրն է բոլոր դրույթներով։ 28 կետից բաղկացած փաստաթուղթը ներառում է տարածքային կարգավորումներ ու ռազմական պայմանավորվածություններ, Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում, անվտանգության երաշխիքներ։ Սահմանվում է, որ Ռուսաստանը չի ներխուժի հարևան երկրներ, իսկ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի։ Ուկրաինան կունենա 600,000-անոց զինված ուժեր ու սահմանադրությամբ կհաստատի, որ չի միանա ՆԱՏՕ-ին։ Ղրիմը, Դոնեցկը ու Լուգանսկը կճանաչվեն դեֆակտո ռուսական։ Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ, այն կվերահսկի Թրամփի ղեկավարած խաղաղության խորհուրդը։ Խախտումների համար պատժամիջոցներ։ Հաշտության հասնելուց հետո հրադադարը կմտնի ուժի մեջ անմիջապես։ Չնայած Թրամփի պլանի հստակությանը, որոշ կետեր կարող են փոխվել։ Ռուսների ու ամերիկացիների մշակած փաստաթուղթը Զելենսկին ստացել է պաշտոնապես։ У мене була зустріч з представниками Сполучених Штатів. Հանդիպել եմ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ, կարևոր պատվիրակություններ եւ շատ լուրջ զրույց է կայացել։ Ամերիկյան կողմը ներկայացրել է իր առաջարկները, պատերազմը դադարեցնելու ծրագրի կետերը եւ տեսլականը։ Պատերազմի առաջին օրերից մենք ունեցել ենք մեկ պարզ դիրքորոշում՝ Ուկրաինային խաղաղություն է պետք։ Իրական խաղաղությունն այն է, որը չի խախտվում։ Պետք է հարգվի մեր անկախությունը, ինքնիշխանությունը եւ արժանապատվությունը։ Սրանք այն պայմաններն են, որոնք մենք պետք է ապահովենք։ Ուկրաինան պատրաստ է ազնիվ աշխատանքի Վաշինգտոնի հետ, ասել է Զելենսկին, ընդգծելով, որ ուկրաինական կողմը չի շտապի սուր հայտարարություններ անել։ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ։ Axios-ի աղբյուրը հայտնում է, որ Զելենսկին ամերիկացիների հետ հանդիպմանը պայմանավորվել է խաղաղության ծրագրի սեղմ ժամկետում ստորագրման շուրջ։ Միաժամանակ ամերիկացի պաշտոնյաներից մեկն ասել է, որ եթե խոսքը ագրեսիվ թայմլայնի մասին է, դա նշանակում է հենց հիմա, թեպետ որոշ եվրոպացիներ Թրամփի ծրագիրը Կիևի կապիտուլյացիա են համարում, Սպիտակ տան ներկայացուցիչը պնդում է, հիանալի ծրագիր է երկու կողմի համար էլ։ Սա լավ ծրագիր է եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Կարծում ենք, որ կողմերն այն կընդունեն։ Դրա համար ջանքեր են գործադրում։ Լրագրողը տարակուսած է, քանի որ ծրագրում Ուկրաինային պահանջներ են ներկայացվում, իսկ Ռուսաստանին ոչ։ Քերոլայն Լևիտը պնդում է, սխալ է կմբռնել ու լրագրողին հարցնում, կարդացել է ամբողջ ծրագիրը։ Զելենսկին թեև ձեռնպահ է մնում սուր հայտարարություններից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ուկրաինայի ներկայացուցիչը պնդում է, մեր հողը վաճառքի ենթակա չէ։ Մեր կարմիր գծերը հստակ են ու անսասան Ուկրաինայի ժամանակավորապես օկուպացված տարածքը երբեք չի ճանաչվի ռուսական։ Մեր հողերը չեն վաճառվում։ Ուկրաինան չի ընդունի ինքնապաշտպանության իրավունքի կամ զինված ուժերի չափի եւ կարողության որևէ սահմանափակում։ Չենք հանդուրժի նաեւ մեր ինքնիշխանության որևէ խախտում։ Մեր ինքնիշխան իրավունքն է ընտրել այն դաշինքները, որոնց մենք ցանկանում ենք միանալ։ Մինչ Վաշինգտոնում ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման խաղաղության քարտեզ են գծում, ռուսական բանակն առաջընթաց է գրանցում մարտի դաշտում։ Արևմուտք խմբավորման հրամանատարական կետ այցի ժամանակ Ռուսաստանի նախագահին զեկուցել են տարբեր ուղղություններով, այդ թվում Կուպյանսկի շուրջ իրավիճակի մասին։ Արևմուտք խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են Կուպյանսկ քաղաքը եւ շարունակում են Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների ոչնչացումը։ Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցվել է, որ Կոնստանտինովկայի շրջակայքում մարտեր են, իսկ Կուպյանսկի ուղղությամբ հաջողվել է շրջափակման մեջ գցել Ուկրաինայի զինված ուժերի մոտ 15 գումարտակ։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Կուպյանսկը ռուսների վերահսկողության տակ առնելու Գերասիմովի հայտարարությունը։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ զինվորականների հետ նախորդ հանդիպման ժամանակ տրված բոլոր առաջադրանքները կատարվել են։ Руководство Украины мы уже понимаем. Մենք արդեն հասկանում ենք, թե ինչ է Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունը։ Դա այլևս քաղաքական ղեկավարություն չէ։ Անցյալ տարվա մարտից ի վեր մի խումբ անձինք կազմակերպված հանցավոր խումբը զավթել են եւ Ռուսաստանի հետ պատերազմը շարունակելու պատրվակով պահում են իշխանությունը հարստանալու նպատակով։ Եվ սա այժմ դարձել է հայտնի փաստ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի հետաքննության արդյունքներից հետո։ Կարծում եմ բոլորի համար պարզ է, որ այս մարդիկ ոսկե զուգահանակոնքերին նստած հազիվ թե
մտածում են իրենց երկրի ճակատագրի, հասարակ ուկրաինացիների, սպայական կորպուսի եւ հատկապես շարքային զինվորների ճակատագրի մասին։ Նրանք դրա համար ժամանակ չունեն։ Կրեմլի ներկայացուցիչը չի բացառել պատերազմի ավարտից հետո նեոնացիստների համար ռազմական տրիբունալի ստեղծման հնարավորությունը։ Մեղադրանքների եւ դատավճիռների ժամանակը կգա հատուկ ռազմական գործողության ավարտից հետո, ասել է Պեսկովը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։